Մենք աշխատել ենք Վահագշին սպարում, սեպտեմբեր ամսից մինչև հիմա աշխատավարձը չեն տալու։ Դիմել ենք աշխատանքային տեսչական վարչություն, պատասխանել են դեկտեմբերին ենք դիմել։ Պատասխանել են, որ մինչև հիմա այդ տվյալ մարդուն չեն գտնում։ Անունը գիտենք, ազգանունը գիտենք, հայրենիքը գիտենք, ծննդյան Հայաստանում է գտնվում։ Իհարկե, հետաքրքիր է, Հայաստանում է գտնվում։ Դիմել ենք ոստիկանություն, մենք աշխատել ենք նոր հաջը սպասարկում է Եղվարդի միլիցիա, ոստիկանությունը։ Դիմել ենք իրանց, մի շատ հիանալի ազնվորություն էր մայորը, ասում է ձած սոնդել։ Մենք իրավունք չունենք ասում, որ դեր վճարումներ արվի։ Չենք հասկանում, ում դիմենք։ Պայմանագիր ունեք կնքած։ Պայմանագիր ունեմ մեր փաստաթղթերը վերցել է, որ պայմանագիր կնքի եւ Ինչպես պայմանագիր է։ Ներողություն։ Որ եւ պայմանագիր կնքի եւ գրանցի մեզ ու չի արել դա։ Իրան այդտեղից գործից հեռացրեցին ՍՊ-ի տնօրենի կազմակերպությունը մեզ էլ հետը։ Ու մինչև հիմա չենք կարող գումարները ստանալ։ Քանի գումարները գործադուն չէր վճարել իրեն, կապի մեջ կարում էինք մտնենք, հենց արդեն իմացանք, որ վճարել են, զանգեցինք ասենք, որ արդեն վճարել են, մեր գումարները տվեք, այդ օրվանից էլ չենք կարում իրար հետ կապի։ Որ ընկերությունն է։ Որ ընկերություն։ Վաքշին։ Չենք իմանում ինչ։ Քանի աշխատակից է կանգնել եք։ 7, ես էլ բրիգադիր եմ, 2 միլիոն 600,000 դրամ։ Ես էլ բրիգադիր եմ, իմ աշխատակիցները ինձ ասում են, մեզ չի հետաքրքրում, մեր գումարը վճարի։ Որտե՞ց վճարել։ Ում դիմեմ, ախր ես էր հազատանկա Հայաստանը, հա։ Նախորդ անգամ վճարել էին ուշադրումով։ Այն ուրիշ կազմեք, մի կերպ վճարեցի։ Ինչ է։ Պետք է գնանք աշխատենք, մեկ տարիներով գնանք հետև դատարանները, իրավապահ մարմիններին, որ գումարները ստանանք, դա չեմ հասկանում։ Աշխատանքային պայմանագիր ստորագրել եք։ Բա չեմ ասում, պետք է արվեր։ Խաբել են ձեզ։ Խաբել են։ Ոչ։ Վերջնական ստորագրում չի եղել։ Չէ, ոչ պայմանագիրն ենք կազմել, ոչ էլ աշխատանքի բան։ Չի ընդունել աշխատանքի մի խոսքով։ Բայց աշխատանքը կատարել եք։ Իհարկե։ Ասեցի, որ տեսնեցի որ դա արվի։ Ասենք եւ աշխատենք եւ համատեղ դա կարծում։ Ու չի արել։ Ինչ անենք։ Ինք իրավունք ունի ամեն ինչ անելու, մեկ իրավունք ունի դա հաստատել։ Ինչպես եք ապացուցելու, որ գործը արված է առանց պայմանագրի։ Գնանք, թողնենք աշխատանքի վայրում կան աշխատագործավարներ եւ այլը, միարտապացուցել եւ մենք ընդ գրանցվել ենք տեխնիկ ման ամսանգնա տեխնիկայի ինժեները մեզ փոխագրել ատվել ֆոնդացիոն անցկացրել մեզ այդ ամեն ինչ գրանցված ենք որ ամեն ինչով աշխատել ենք ապացուցեմ ինչի մասին ապուս հենց չէ ինքն էլ չի հրաժարվում որ մենք աշխատել ենք այն անգամ մեր մոտից այդ միլիցիայի ոստիկանության մայորը զանգեց իրեն հետ խոսեց ինքը չի հրաժարվում մենք աշխատել ենք որովհետեւ չի վճարում մեջ ասում են որ ոչ մեկ իզորու չի որ նա ստիպի որ մեր աշխատավարձը վճարի ինչ անենք բա հիմա մենք ոնց անենք ինչ անենք դա ում դիմենք որ դա արվի ուրեմն նա իրավունք ունի եւ պայմանագիր չկնքի եւ մեզ չգրանցի եւ մեր աշխատավարձը չվճարի ոչ մեկ իրավունք չունի նրան ստիպի որ մեր աշխատավարձը տա ինչ անենք ես ոքի չեմ հասկանում ինչ անենք ասում ինձանից փող են պահանջում աշխատողները ինձանից պահանջում են աշխատավարձ ում որտից տան 1 միլիոն 600,000 որտից տան Հա կառավարության շենքի դիմաց եք ում եք պատրաստվում դիմել խնդրով դիմում ենք մենք դիմանենք ում դիմենք ում ենք բարձրաձայներ հա ես ժուրնալիստները բարձրաձայն են ուտեն ում դիմենք ինչա դա մերը չի ինչքան մարդկանց աշխատավարձեր չեն վճարում շինարարության մեջ հիշում եք Իջևանում նույնիսկ հնդիկներն էին գործադուլարել որ իրար աշխատավարձը չեն տալի ինչ է սա կատարում այս հասարակ հանձներ չեն կարող Հայաստանի քաղաքացիները որ ասում եք Իջևանում ցույց էին անում իրենց նպատակը աշխատավարձի բարձրացումն է եղել Գիտեմ եւ չեն վճարում են տաջիկը որ մեկին սպանել էր ես համոզված եմ ես իհարկե չգիտեմ բայց համոզված եմ որ նա աշխատավարձներ չեն վճարել հաստրել է դրան որ սպանել է տաջիկը չէր գար մեկին վերցնել հենց նրան սպանել Էս են նախկինները մեղավոր Ես են Ռուսաստանը մեղավոր, Պուտինը մեղավոր, որ աշխատավարձ անգամ չեն վճարում աշխատողին։ Ես ծանոթներ ունեմ, որ Թուրքիայում են աշխատում։ Թուրքիան աշխատավարձը վճարում է։ Ես անգամ Հայաստանում չեմ բարի աշխատավարձը ստանամ, հա։ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ քաղաքացիների նամակները ստանում է եւ մշտապես արձագանքում է բոլորին հայտ առ հայտ։ Ինչ է պատասխանում իրենց նամակ դիմել։ Մի քանի անգամ եմ դիմել, մի քանի անգամ։ Նույնիսկ գնացել եմ ԿՊ-ի շտաբ
Մի տարի առաջ նամակ եմ գրել, դիմում եմ գրել։ Մինչ հիմա արհամարել եմ նույնիսկ նամակին չեմ պատասխան։ Նիկոլ Փաշինյանը ես ընտրել եմ Նիկոլ Փաշինյանը։ Ոչ թե նրան եմ ընտրել։ Ես դեմ եմ քվեարկել Լևոնին, Ռոբերտին Սերժի։ Քանզի մեր երկիրը Լևոնն է քանդել։ Բայց դեկավ փոշմանել եմ, ես կաչոք ներողություն եմ խնդրում, որ սրանց այնեմ։